Երեք կիսատ հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ ամենազավեշտալին այն էր, որ պարոն Փաշինյան ձեր ընտանեկան թերթում հրապարակված, նախընտրական շրջանում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը հոդվածը ներկայացրել եք որպես բանակցային փաստաթուղթ։ Դրա փոխարեն կարող եք հրապարակել Քիվեստի փաստաթուղթը, ինչու չեք հրապարակում։ Ես տեսա, որ այսօր առավոտյան հայտարարեցիք, որ այդ փաստաթուղթը չկա։ Անհետացել է, չգիտեմ որտեղ անհետացել։ Հետո տեսա Թաթուլ Հակոբյանի գրառումը, ով հայտնում էր, որ 2005 թվականին ԱԳՆ-ում Թոմաս Դվալի հետ միասին ծանոթացել է այդ փաստաթղթին, որը բաղկացած է 20 էջից, քարտեզներից։ Փոխարենը ձեր կուսակիցները տարածում էին մինյուտ, որը երբեք բանակցային առաջարկ չի եղել։ Սա մեկ։ Երկրորդ, պարոն Փաշինյան, 2019 թվականի մասով դուք հայտարարել եք առավոտյան, որ դեռ 19 թվականին եք հասկացել, որ որևէ տարբերակ չկա եւ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու միակ տարբերակը դա է։ Փաստորեն դեռ 19 թվականին դա հասկացել եք, բայց համել հայտարարել եք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Դա ոչինչ։ Դուք 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էիք անջատում հանուն փրկության։ Դուք խոսում էիք Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին, բա որ հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչի էիք խաբում։ Խաբեցիք, քվեները ստացաք, կառավարության ծրագիր կազմեցիք եւ կառավարության ծրագրում էլ արձանագրեցիք, որ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ձևակերպեք հարցը։ Հա, չեք ձևակերպել։ Ձևակերպել եմ։ Հարցին պատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան հարցի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաստաթուղթ չկա։ Ուղղակի չկա։ Եվ ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, եւ իմ պատասխանը մեկն է, որովհետեւ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն։ Եվ այդ է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27 եւ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններ։ Ուրիշ որևէ բացատրություն չկա։ Ինչ վերաբերում է դրա բովանդակությանը, նախ դրա բովանդակությանը այդ ինչեք Տեր-Պետրոսյանի հրապարակած թղթերին տենց կամարանքով վերաբերվում։ Դուք չէիք, որ 20 թվից հետո հավաքվել էիք եւ որոշում էիք ազգի փրկության միասնական պլան։ Ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրանից պարզաբանում ուզեք, թե ինչ թուղթ է, որտեղից է թուղթը։ Դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է 100%-ով, եւ եթե դրանում չեք կասկած կա, վերջերս Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը մանրամասն անձնական վկայություններով բերել է եւ ամբողջացրել է։ Երկրորդը, այս 5 տարի է Քիվեստ եք ասում, էլի Քիվեստ այդքան ուժեղ, լավ ծրագիր էր, իրականացնեիք։ Ավելին, դուք եք Քիվեստից հրաժարվել գնալով 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները առաջարկելով, բայց եթե այդպես լավ բաներ Քիվեստը ինչ եք հրաժարվել։ Ինչ վերաբերում է մեր ասածին, մենք բոլորս Ղարաբաղյան շարժման ծնունդ ենք։ Ես ասում եմ, որ ես առաջին անգամ քաղաքականության հետ առնչվել եմ 7-րդ դասարանի աշակերտ լինելով Ղարաբաղյան շարժման մեկնարկի կապակցությամբ։ Եվ ես ասում եմ, որ մենք, այո, մեր առանձնահատկությունը ինչի մեջ է, որ մենք միջև վերջ եւ անմնացորդ նվիրված ենք եղել նրան, ինչից մենք ծագել ենք։ Ես այս ամբյոնից 100 անգամ այդ օրինակն եմ բերել, անտառի օրինակը, որ գնում ես, մի պահ ասում ես, լավ, մի րոպե, բայց հենց հասկացանք ամեն ինչ։ Պետք է ունենաս համարձակություն, պատասխանատվություն անել այն, ինչ որ արել ենք։ Ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության
7-րդ համաժողովում շատ մանրամասն անդրադարձել եմ իմ արտահայտության Արցախը Հայաստանը եւ վեր, ինչի եմ ասել, ինչ պայմաններում եմ ասել, անդրադարձել եմ այս ամբիոնից տասնյակ անգամներ, այս ամբիոնից տասնյակ անգամներ անդրադարձել եմ 2021 թվականի նախընտրական արշավին, նրա համատեքստին եւ ենթատեքստին, եւ այս ամբիոնից եւ բազմիցս անդրադարձել եմ կառավարության ծրագրի ձևակերպմանը, որ այնուամենայնիվ այս կառավարության մեծագույն պատասխանատվությունը ժողովրդի առաջ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Մեծագույն նշանակում է ամենամեծ, ամենակարևոր, ամենաառաջնային։ Մեծագույն նշանակում է, որ գալիս է իրավիճակ, որ դու հասկանում ես, որ անհամատեղելի է կամեն պետք է լինի, դու պետքա կատարես ընտրություն։ Այդ է առաջնորդությունը։ Եվ ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, քաղաքական թիմը վերցրել է իր վրա պատասխանատվությունը եւ ժողովուրդը հավանություն է տվել այդ պատասխանատվությանը։ Հակառակ դեպքում ասում եմ, 5 տարի է բան եք անում, իշխանափոխություն եք անում, բա կանեիք։ Հիմի հասել եք այնտեղ, որ նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Որովհետև եթե այն ժամանակ կար 12000 մարդ մի կերպ փող միլիոններ ծախսերով հավաքում էիք, հիմա ուզում եք միլիոն ծախսեք, ուզում եք միլիարդ ծախսեք, չեք կարալու հավաքեք։ Չեք կարող, ես ասում եմ, չեք կարողանալու հավաքեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։